Իսկ ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրները այս տեսակետից ներկայացնելուն, տեսակետի հարց է, մարդիկ կարող են նաև այդպես ներկայացնել, բայց ամեն մի մենք կենցաղային թեկուզ սպանություն քաղաքականացնենք, այդ նշանակում է քաղաքական դաշտը տանում ենք այլ ուղղության, ոչ քաղաքական ուղղության։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Սեֆիլյանի խմբին ասենք, ենթադրենք Գյումրիի մատուցներում փոխոստիկանապետը խնդրել է, բացատրել է, հորդորել է, որ մենք չենք երաշխավորում ձեր համդանկությունը, ես չեմ բացառում, որ կարող է սիտուացիան այնպիսին է, որտեղ ես ինքս այնտեղ չեմ եղել, օպերատիվ իրավիճակին չեմ տիրապետում, չեմ կարող ասել, բայց երևի ոստիկանությունն այն օրգանն է, որ օպերատիվ իրավիճակին շատ լավ տիրապետում է եւ այստեղ երևի մտածված ասել են, որովհետեւ ավելորդ երևույթները տեղի չունենան, հետո մենք փոշմանենք, ափսոսանք եւ այլն, դրա համար ամենայն հավանականությամբ զգուշացվել է, որ այսպեսի վտանգ կա, ավելի լավ է խոսապենք այդ վտանգից։ Իմ կարծիքով սա դարձնել սահմանադրությանը դեմ բան, վերջին հաշվով, երբ որ իրավիճակ կա օպերատիվ, Պարոն Եղազարյանը ինձ շատ ավելի լավ գիտի օպերատիվ իրավիճակն ինչ է եւ օպերատիվ իրավիճակից թելադրված գործողություններն ինչ են, այնպես որ պիտի անպայման իշխանությունները նաեւ օպերատիվ իրավիճակը ռեալ գնահատելով իրենց գործողությունները ձևավորեն եւ կազմակերպեն այնպես որպեսզի վտանգ չլինի հասարակության եւ հասարակություն ներկայացնող մի քանի թեկուզ խմբերի կամ մարդկանց համար։ Ես այդպես եմ մտածում։ Առաջին այդ սպանությունը, որ Կիլիամների հարձակում եղավ, այդ սպանվածները ուղղակիորեն կապեցին իշխանական ներկայացուցիչների հետ, որ անգամ շատ կոնկրետ, հստակ անունը շոշափվեց, Մհեր Սեթրակյանի անունը շոշափվեց, Գագիկ Բեգլարյանի անունը եւ այլն, այսպիսի անուններ շոշափվեցին, որ Սիրելի բարեկամներ, եկեք հարգենք, ինչպես մի քիչ առաջ ասվեց, սահմանադրություն եւ աշխարհում գոյություն ունեցող մի համընդհանուր օրենք իրավագիտական դա ամերիկյան կանխավարկածն է եւ մենք առանց ուսումնասիրելու, առանց անկալելու, առանց համապատասխան փաստեր ունենալու անուններ տալու ես իրավունք չունեմ եւ ինձ թույլ չեմ տա։ Բայց վստահ ասում եմ ձեզ, որ ես կողմնակից եմ եւ կարծում եմ ինչպես է կլինի, որ անպայման հանցագործները կբացահայտվեն եւ արժանի պատիժը կստանան։ Սա ինչ կապ ունի մեր մի քիչ առաջվա ասածի հետ։ Եթե մարդը թաղման իրողություն, եթե մարդը ծանոթ են թաղվի մարդիկ են, ճանաչում են իրար, հորնումորն են ճանաչում եւ այլն։ Եթե թաղմանը գնացել է, ուրեմն նշանակում է այդ մարդը անպայման պիտի կապված լինի հանցագործ աշխարհի հետ եւ այլն, այդպես չի լինում։ Հավատացեք, դա այն չափորոշիչը չի, որ դուք ներկայացնում եք որպես Ես բարձրաց իրավական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա եմ, գիտեմ, որ երբևէ որևէ պարագայում ինչ որ մի այդպիսի միջավայրում չի լինում իրենց հետ, չի շփվում, որտեղ միշտ ասում է կա սահմանագիծ, այս կողմը եւ կա այն կողմը, հանցագործ աշխարհ, իրավական աշխարհ։ Խոսքը թաղման արարողության մասին է եւ ոչ թե իրար հետ կնունքի մասնակցելու մասին։ Բայց այսինքն եթե թաղման դու գնում ես, այդ մարդը ուրեմն կա, չէ, գոյություն ունեցել է։ Բայց անծանոթ գնում ես, անծանոթ։ Եթե հարևանի տղան է մահացել ես, սպանել են, չգնաս։ Ասես քանի որ ես պաշտոնյա եմ։ Քրեական աշխարհի հետ են կապում։ Բոլոր դեպքերում տարբեր բարիկադի տարբեր կողմ հասկացա բռնել են արդեն մարդը։ Պարոն Մինասյան, բարիկադի տարբեր կողմերում չէ մեծ հաշվով, հա։ Տարբեր կողմեր են, չէ, որ ասի հանցագործական։ Սա կենցաղային խնդիր է, դուք նորից կենցաղը բերում դա։ Բա իհարկե, եթե մարդը գնացել է թաղման, դա ի՞նչ է, քաղաքական է, իրավական է, կենցաղային է, բա ի՞նչ է։ Լավ, ձեր կարծիքը պարոն Եղազարյան, տոնստենք դեր քաղաքավիճակը։ Տարօրինակ, բայց փաստ է, որ ես համաձայն եմ լիովին, որտեղ մենք չենք իմանում ինչ են մարդը, մենք հայ ենք ի վերջո, մենք կենցաղը լրիվ այլ է մնացած ազգերի համեմատ։ Զարմանալի է, որ տարօրինակ եք համարում, չէ, ասեմ ձեզ, հիմա գնացել են եւ ես մոտավոր գիտեմ, թե ինչու է դա ասում, ինչի է դա հոլովում եւ այդ նետը, այդ սև նետը ուրավոված։ Ես դա էլ գիտեմ, ուղղակի ես չեմ ցանկանում դրա մասին խոսամ, բայց բնական է որ եթե մարդը մենք չենք իմանում անդե ինչ կապ կա հարազատական, միգուցե հարս ունեն այնտեղ, միգուցե փեսա ունեն այնտեղ Հազար տեսակ նրբություն կա, եւ որ մարդ չի կարող չգնալ, չմասնակցել։ Այստեղ դուք ավելի լավ հարցեր տվեք, այնտեղ շատ ավելի հետաքրքիր հարցեր կան։ Վերնաշանի հետաքրքիր հարցեր կան այնտեղ։ Բացի դրանից, իսկ ինչ վերաբերում ասենք նրանց մասնակցությանը, ուղղակի ասեմ, որ մենք չենք իմանում
թե ինչ հարաբերությունների մեջ են գտնում։ Դրա համար ես չեմ ուզում դրա վրա նոր բան կառուցել։ Լավ, իսկ Գյումրու հետ կապված որ հնարավոր է օպերատիվ այնպիսի ինֆորմացիա ունեին, որ կարող էր աննախադեպ։ Ուրեմն ձեզ մի բան ասեմ, այդ օպերատիվ ինֆորմացիան այդպես օգտագործելու միշտ ժամանակ կլինի, միշտ պահ կլինի, հենց որ մի հարց եղավ, թե չեք ասեմ, մի րոպե ներողություն օպերատիվ ինֆորմացիան այն չի, մի հատ խնդրում ես քաղաք չմտնեք։ Հաջողություն, շնորհակալություն։ Իսկ եթե ես ձեզ օպերատիվ ինֆորմացիա օրինակ բերեցի, ես չեմ միգուցե այդ գիշեր թուրքերը տանկերով մտել էին Գյումրի եւ տեղական նշանակության մարտեր են ընթանում, դրա համար ոստիկանության տեղակալը եկավ ասեց, գիտես ինձ, պարոն Սեֆիլյան, մի մտեք, մենք ձեր անվտանգության երաշխավորը չենք։ Իսկ ինչ վերաբերում եթե նման բան չկա, եթե տեղական նշանակության մարտեր թշնամու հետ այնտեղ տեղի չեն ունեցել, ուրեմն թող բարելինի ուսադիները հանի, բերի հանձնի եւ գնա իրաց տուն, որտեվ Իրան մենք վարձել ենք, որպեսզի ինքը ցանկացածի այդ թվում ընդդիմադիր ժիրոյի համար պատասխանատու լինի, ոչ թե մի կլանի։ Եթե օպերատիվ վիճակից ենք խոսում, ուրեմն այնտեղ պետք է լրջագույնս օպերատիվ միջոցառումներ անցկացնել, որտեղ Գյումրին մենակ այդ դեպքով չի, մենակ Սեֆիլյանով չի, որ այսպես վարվեցին։ Ամբողջ Գյումրին արյան մեջ է։ Ամիս չկա մարդ չգնդակահարեն, կլանային պատերազմը շարունակվում է, կամ դա պետք է հաստատուն ձեռքով, այդ խնամի բարեկամ հասկացում դնել մի կողմի վրա հաստատուն օրենք սահմանվի այնտեղ, կամ էլ դա կշարունակվի։ Ես ասում եմ, 3 օրում 3 դիակ, 6 վիրավոր եւ մի 10 վիրավորել, այդ ծանր են 6-ը, որոնք այլ մանրական վնասվածքներ թաքցրել են, այսօր 3 մեքենա են գտել։ Այս ամեն ինչ ուրիշ բանի մասին է խոսում։ Խոսվում է ծանր օպերատիվ իրադրության մասին, առանց ժիրոյի գալու։ Սա ներքին, այսպես ֆենյայով ասեմ, ռազմորկաների արդյունքը։ Ես մամուլու ծանոթացա եւ դուք ոչ մեկը ձեզանից չհերքեց դա այդ փաստը, որ այնտեղ սկզբից Սեֆիլյանին կանգնացրել են հանցագործ աշխարհից ներկայացուցիչներ։ Ինչ գործ ունի, չէ, դուք կարող եք ասել, որ այս լրագրողները սուտ ասան են, նման բան չի կարող լինի, որտեղ մեր մարզպետը այնտեղ Ֆելիքսը գեներալ է անվտանգության եւ ի վերջո այնտեղ մենք պետություն ենք, չի կարող հանցագործները մի խումբ 2 տասնյակ 3 տասնյակ հանցագործ գա։ Չեմ կարող ուրիշ բան ասել։ Հիմա տեսեք։ Ես կասկածում եմ, որ այդպեսի բան է ածել։ Ահա, այդ կասկածում եք, մի հատ հայտարարություն տարածեք ձեր կուսակցությունով, ասեք, գիտեք ինչ կանգերներ, այս սրանք այս լրագրողները սուտ ասաններ են եւ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում։ Լավ, հնարավոր է որ դրան անդրադառնանք, եթե դա այդպես է։ Ես մի ասեմ դրան անդրադառնալ։ Ձեզ պետությունն եմ պախարակում, ասում են որ հաշտուծողը մեր երկրում շնորհակալություն, որ դուք հուշում եք։ Ես միշտ պետության կողմն եմ, ես ՀԿ կողմը չեմ, ՀԿ պետություն չի։ Ես միշտ պետության կողմն եմ։ Պետության կողմը մենք ենք պետության կողմը, դրա համար